Կան նախագծեր, որոնց մասին սերունդներն են երազել։ Եվ կան ղեկավարներ, ովքեր այդ երազանքները դարձնում են իրականություն։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համարվում է աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցին, որի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2001 թվականին։ Այն դարձավ քրիստոնեության 1700-ամյակին նվիրված ամենակարևոր խորհրդանիշներից մեկը։ Տարիներ շարունակ անավարտ մնացած կասկադի վերականգնման աշխատանքները սկսվեցին 2002 թվականին։ Հետագայում այն դարձավ Երևանի ամենասիրված բացօթյա հանգստի վայրերից մեկը եւ համաշխարհային մակարդակի ժամանակակից արվեստի կենտրոն։ 2006 թվականին անբարեկարգ ու անխնամ այս տարածքում սկսվեցին Հայաստանում առաջին եւ միակ ճապոնական ոճի լանդշաֆտային այգու հիմնադրման աշխատանքները։ Այն այսօր հանդիսանում է հարմարավետ զբոսանքի հաճելի միջավայր բոլորի համար, մանավանդ սիրահարների։ 2003 թվականին տեղի ունեցավ Հանրապետության հրապարակի ամբողջական հիմնանորոգումը։ Կենտրոնական օվալաձև հատվածում ավելացվեց բազմերանգ քարերից կազմված գեղեցիկ խճանկարը, որը վերևից դիտելիս հիշեցնում է հայկական ավանդական գորգ։ Ժամանակակից Հայաստանի տեխնոլոգիական հիմքերը դրվեցին 2000 թվականին, երբ ՀՀ իշխանության եւ Թումոյի հիմնադրի միջև կնքվեց համապատասխան համաձայնագիրը։ Տարիներ անց Թումոն դարձավ մեր երկրի նորարարական այցեքարտը։ Սա է կառավարման իրական ձեռագիրը։ Վերականգնված արժեքներ եւ իրականություն դարձած նախագծեր։